Բարև ձեզ, մենք շարունակում ենք ID Bank-ի հետ ստեղծարարությունների մասին խոսել, թե ինչպես դուք լինեք ավելի պաշտպանված։ Ու հիմա երկար տարածված, բայց ցավոք սրտի շարունակող աշխատել ստեղծարարություններից մեկի մասին, որը թույլ է տալիս գողանալ մարդկանց բանկային քարտի տվյալներ։ Ստեղծարարները ինչ-որ ձև ձեզ համոզում են ներմուծել ձեր բանկային քարտի տվյալները։ Հիմա պատմեմ, հետո մի քիչ կընդհանրացնենք, որպեսզի կարողանան հետո ձեր քարտից գումարները հանել։ Ամենատարածված ձևը դա արք ու վաճառքի գործողությունների ժամանակ է, երբ որ մարդ օրինակ Instagram-ում կամ Facebook-ի marketplace-ում դնում է վաճառքի իր մանկական գուլպաները, կամ ես իմ տունը, մեքենան, կապ չունի։ Իրականում ստեղծարարների մոտ ռոբոտ է միացրած, հենց որ դուք հայտարարությունը տեղադրում եք, ձեզ հետ անմիջապես հիմնական WhatsApp-ով կամ Viber-ով կապնվում են եւ սկսվում է ինչ-որ երկար պատմություն, որ ես օրինակ Ղազախստանից եմ, գալու եմ Երևան 2 ամսից, բայց ուզում եմ արդեն մեքենան գնել, ինչ-որ կանխավճար տալ, կամ օրինակ գիտեն, որ դուք Երևանից եք, ասում են ես Կապանից եմ կամ Մեղրիից, այսինքն հատուկ որ հեռու տեղից լինի, բայց քանի որ հեռու եմ, եկեք ես առաքիչ ուղարկեմ։ Այսինքն աշխատում է այսպես, կամ ձեզ դեմ են տալիս ինչ-որ վճարային համակարգ, օրինակ MoneyGram կամ նմանալ տիպ ինչ-որ բաների կեղծ տարբերակները, կամ ինչ-որ մի առաքումով զբաղվող ընկերության իբր կայքի հղում, որ դուք այնտեղ ներմուծեք տվյալները։ Եվ այստեղ ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Առաջինը, եթե ձեզ ասում են, որ այսինչ ընկերության առաքումն է, անպայման համոզվեք, գնացեք Google, այնտեղ որոնեք, տեսեք այդ ընկերության իրական հասցեն, որտեղ Google-ը կբերի իրականը ու համեմատեք նրա հետ, թե ինչ են ձեզ ուղարկել։ Դուք կտեսնեք, որ տարբերվում է, ու նշանակում է, որ դուք գործ ունեք ստեղծարարների հետ։ Ինչը կարևոր ընդհանրապես այսպես գլխի մեջ այսպես մեխի պես խփել ու հիշել։ Եթե դուք ինչ-որ մի բան վաճառում եք, այսինքն դուք պետք է գումար ստանաք, ձեզանից երբեք չպետք է ուզեն բանկային քարտի ինչ ասես տվյալները։ Այսինքն, եթե դուք օրինակ գնում եք անում ինչ-որ մի on-line խանութում, պարզ է, այնտեղ դուք լրացնում եք բանկային քարտի 16 նիշը, ձեր անուն, ազգանունը, վավերականությունը, այսինքն մինչև երբ է քարտը վավեր, հետո շուռ եք տալիս քարտի հետևի այդ CVV կոդը, այսինքն 3 կամ 4 թվանշանը, եւ նոր թույլ եք տալիս, որ ձեր քարտից գումար հանվի գնման ժամանակ։ Բայց երբ որ դուք եք վաճառողը եւ ձեզ պետք է փոխանցեն, այստեղ միայն ձեզանից կարող են ուզել քարտի վրայի 16 նիշ թիվը։ Եթե ինչ-որ մեկը ձեզանից ուզում են հետևի CVV կոդը կամ վավերականությունը, դա արդեն 100-101%-ով նշան է, որ դուք ունեք գործ ստեղծարարի հետ, որովհետեւ եթե ձեզ պետք է փոխանցեն, այդ մնացած տվյալները բացարձակ իրենց գործը չէ։ Ու ստեղծարարները ամեն ձև գործում են ձեզ համոզել, որ դուք տրամադրեք այդ տվյալները։ Այս List.am-ը կամ Marketplace-ը մի օրինակ է, օրինակ շատ տարածված ձևերից մեկը, երբ որ դուք iPost-ի անունից ստանում եք կարճ հաղորդագրություն, որտեղ գրված է, որ ինչ-որ բան ունեք առաքանի ստանալու, բայց այնտեղ 62.5 դրամ պետքա լրացուցիչ գումար վճարել, ու էլի ձեզ ինչ-որ հղումով տանում են, ու էլի ձեզ փորձում են խաբել։ Այստեղ դուք շատ པարզ պետք է ամենաառաջինը նայեք։ Եթե iPost-ն է, գնում եք Google-ով հավաքում եք iPost, հետո վերադառնում եք ձեզ ուղղված հղումը, նայում եք ու տեսնում եք, որ եթե տարբերվեց գոնե 1 տարով հղումը, հասցեն, ուրեմն դուք գործ ունեք ստեղծարարի հետ։ Իհարկե, այստեղ հատուկ նշեմ, որ եթե դուք առաքանի չեք սպասում, բայց ձեզ SMS-ը եկել, որ ձեր առականին տեղը հասել, արդեն խորը մտածելու տեղ կա, թե ինչու են ձեզ առականի բերում, որը դուք չեք սպասում։ Ամեն դեպքում ամփոփելով եկեք հիշենք, որ եթե ձեզ առաջարկում են ինչ-որ մի ծառայությունից օգտվել, անպայման համոզվեք, որ հասցեն ճիշտ այդ ծառայության հասցենը, այլ ոչ թե նմանակում է։ Երկրորդը, որ եթե դուք պետք է գումար ստանաք, ձեզանից կարող են ամենաշատը ուզել ձեր բանկային քարտի վրայի 16 թվանշանը, ոչ ավել։ Իսկ ավելի լավ է ուղղակի ասեք թող բանկային
ձեր հաշվին փոխանցում անել, դա հաստատ որ անվտանգ է։ Այսօր այսքանը, մյուս անգամ մենք փորձենք խոսել շատ ավելի վատ դեպքերի մասին, երբ որ արդեն դուք ստեղծարարության զոհ եք դարձել, թե ինչ անել այդ դեպքում, որ քայլերի դիմել։ Ցտեսություն։